Նիհաո, ես Դավիթն եմ, Մարիգալուս, էլեկտրոմոբիլներ աշխարհ։ Ժողովուրդ, մինչ այս գժական ավատար 07-ին անցնելը, անպայման, պարտադիր, խնդրում եմ ձեզ, նայեք իմ արած հոլովակը, այս գծողների մասին, Electron AM, ABC Group, Java AM-ի մասին, նաև Արա Խաչատրյանների մասին, ովքեր որ փաստերով ապացուցված գծող են, խափեբա, սուտասան դեմքեր են, ու այս վերջերս իրանց սուտասան լինելը նրանք հաստատել են, քանի որ հանդիսացել են չհանգանի պաշտոնական ներկայացուցիչը, ժողովուրդ, ահա խնդրեմ։ Այս սամազվանիցը, այս ճաղատ կրիմինալ կերպարը բոլորին էշի տեղա դնում, ասելով, որ չհանգանի պաշտոնականը ինքն է, ահա խնդրեմ փաստերով։ ABC Group-ը հանդիսանում է Չանգան ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ինչի արդիվ իրեն արդեն Չանգանի պաշտոնական, իրական պաշտոնական ABC Motors-ը արդեն դատի է տվել, հայցադիմում արդեն թույլ է դատարան, ու դատարանում այս կրիմինալ խափեբա սամազվանիցին իրական Չանգանի ներկայացուցիչ ABC Motors-ը այսպես անելու։ Սպասենք դատին, սպասենք դատավճռին։ Անպայման դիտեք 4 հոգի այս մարդկանցից ավտոյա պատվիրել 22-23 թվականներին ու առ այսօր չի ստացել։ Դատերը շահելուց հետո նույնիսկ փոխհատուցումը չեն ստացել։ Ու հիմա հարուցել են իրենց վրա քրեական գործ։ 3 քրեական գործ իրանք են հարուցը, 5 քրեական գործը վերաբացվել է ու 26 թվին 10+ հոգի գցելու համար Արա Խաչատրյանի վրա կրկին ու կրկին քրեական գործ են հարուցել ժողովուրդ ջան։ Այսինքն այս մարդը, այս ճաղատ կրիմինալ սամազվանից կերպարը, ով յանին Չհանգանի պաշտոնական ներկայացուցիչն Հայաստանում, մինչև գլանները թաղված է քրեական գործերի մեջ ու այս տարի ինքն ստելու է բանտ։ Ժողովուրդ ջան, ներկայացնեմ ձեզ այս գժական մեքենան, նու մինուսները շատ են, ճիշտ ասած, ընթացքում կտեսնեք, կհամոզվեք, բայց համենայն դեպս էլի պլյուսներն ու մինուսները հաշվի առնելով, այս մեքենաս միևնույն է խորհուրդ տալիս եմ ձեռք բերել իր գնի համար, գին որակով ինքը առաջատարն է համարում եմ այս լյուքսային սեգմենտում կամ երկրորդ տեղում է։ Առաջինում հələ կպարզենք ով է, բայց ոնց որ թե ինքը չի։ Համենայն դեպս այս Avatar 07 Max Plus մաքուր էլեկտրական կոմպլեկտացիան է, ինչպես գիտեք, ես մաքուր էլեկտրականի կողմնակից եմ, հիբրիդի կողմնակից չեմ։ Իմ գնահատմամբ ու շատերի գնահատմամբ հիբրիդը դա գլխացավանք է, խնդրահարույց ծախսատար գլխացավանք է։ Մի քանի տարի հետո դառնալու ձեր համար, որտեղ բենզինային մոտորը մի քանի տարի հետո խնդիր է տալու։ Պուճուր մեծ կամ սպասարկում աուզելու, կլապան փոխել, սալնիկ փոխել, չգիտեմ ինչ անել մի խոսքով։ Ճիշտը մաքուր էլեկտրականն է։ Հաստատ ոչ մի չինական, նույնիսկ Թանգանոց Լիսյանը 10 տարի այդ բենզինային մոտորը արհաթե կծառայի։ Մարդիկ տանում սարքում են, ես լիքը դեպք գիտեմ 3-4 տարի հետո։ 2 Մենակ էլեկտրականն է, որ դուք հանգիստ կարաք 15 տարի պլյուս քշեք առանց խնդիր ռեդուկտորը յուղը փոխելով, մի խոսքով, ճիշտ է էլեկտրական է ժողովուրդ ջան։ Հա մի քիչ թանկ է էլեկտրականը, բայց ավելի լավ 1000-2000 ավել տալ ու ձեռք բերել մաքուր էլեկտրական, այլ ոչ թե հիբրիդ։ Հիբրիդը դա 2 հատ ավտո է, հասկանում եք։ 2 հատ երեխա եք ունենում, մեկի փոխարեն։ Մի հատ էլեկտրական ավտո եք ունենում, մի հատ հիբրիդային։ Ու սպասարկում եք 2 ուղղություն, ու ձեր բյուջեն էլի գնում է այդ 2 ուղղության վրա։ Էկոնոմիա չկա։ Հաշվեք գազով, հեղու գազով ավտո է հիբրիդ մեքենան։ Իսկ էլեկտրականի էկոնոմիան ահագին ահռելի է։ Տարեկան դուք բենզինայից անցնելով էլեկտրականի տարեկան խնայում եք մինիմում 1 միլիոն դրամ։ Եթե քիչ եք քշում, իսկ եթե շատ եք քշում 2 միլիոն դրամ տարեկան մինիմում։ Անցնենք ուրեմն այս ավտոյի ներկայացմանը։ Հետևի քարշակա դիմացի կախոսը գժական Macpherson չի, Silian 07-ի պես Macpherson չի, Հարգարժան Վանչուան Ֆուջան։ Փոխեք էդի արդեն հնացել է։ Այլ գժական 3 լզականի ռճակների վրա կախոցա Nevo A06-ի մեջ դրված, ինքնաժական ավտոն անպայման էսի մի հատ նայեք, այս ավտոն վերջն է ուղղակի, sense հոնչին ոչնչացնող։ Ոնց կարելի է այս A06 չառնել, հոնչի առնել, ես չեմ հասկանում։ Թեմայից շեղվեցինք։ 3 լծականի գժական կախոց դիմացը, Տեսլաների մեջ դրվող բազմալծականի տոպային հետևը, այս ավտոն փափուկությունը տեղն է, Deepal 07-ից 2 անգամ փափուկ ավտո է, չնայած R20-ակերի, փափուկ մեքենա, ես վարել եմ, ունի պնևմոկախոց, այս Max Plus կոմպլեկտացիան ունի պնևմոկախոց, էլիտը չունի, ունի վակուումային դռներ, ընթացքում կցուց տամ, մի խոսքով լավ բավական հագեցված, ու ֆուլից միացածն է, էլի։ Ամենաֆուլը դա ուլտրան է, 4 քաշող, բայց դա ինքն թանկ է։ Եթե խոսենք գներից, կվոտան всё մոռացեք, ավարտվում օգոստոսի 15-20-ին ավարտվելու է։ Այս ավտոն ուզողները իմացեք, այս էլիտ կոմպլեկտացիան, էժան էլիտ կոմպլեկտացիան ինչ էլի վատը չի, $37,000 մաքսազերծումով, պատվեր գործարանից առաքման ժամկետը 3 ամիս մինիմում։ Պատվեր գործարանից։ Այդ ավտոն պետք է ֆիզիկապես ձեր համար սարքեն։
Այս Max Plus կոմպլեկտացիան մաքսազերծումով գինը արդեն 40000-ը, ինչը էլի վատ չի, բայց այս տիրոջ համար շատ ավելի էժան է այս ավտոն, նստեք, քանի որ օգտվել է կվոտայից։ Ու ամենաֆուլ Forvidi Ultra-ն արժի $45000, իմ մոտ պատվեր Չինաստանից, ֆիզ անձով, կանխիկով, Viber, WhatsApp, համեցեք։ Հետո այս ավտոյի դիաուժերը բավական բարձր են, 343 դիաուժ է, Sea-Line 07-ը 313 է։ Ու այս ավտոն կայծակ է։ 0-ից 100 6-2 վայրկյանում այսպես է, դրանից ավել պետք էլ չի։ То есть 500-600 դիաուժանց դա արդեն էքստրիմ է։ Դա ում է պետք երևանում։ 350-ից ավել 300-ը օքեյ է ժողովուրդ։ Հա 200-ը քչոտ է, 250-ը արդեն վատ չի, 300 43-ը այս 10-ից 10 կայծակ դրանից ավել անիմաստ է։ Ու գույքահարկն անիմաստ բարձր լինելու, այս ավտոյի գույքահարկը ընդամենը այսօրվա իջեցված գույքահարկում ընդամենը 115000 դրամ։ Տոպից տոպ ցուցանիշ։ Ուրեմն դինամիկները բարձրակարգ Meridian 25 հատ, տոպից տոպ, քանի որ Max Plus-ն է, Elite-ում 16 է։ Մարտկոցը CATL Cattle ֆիրմայի ոնց պետք է լինի չհրկիզվող երկաթափոսֆատային ռեսուրսը 1 միլիոն կիլոմետր կամ մինչև 20 տարի, այն լիթի-իոնային կամ մարգնետ կոբալտ, ոչ իմ NFC մարտկոցների մասին մոռացեք։ Պետք է լինի LFP։ NFC-ն վտանգում է ձեր կյանքը, հարգաժաներս։ Այն բոլոր Tesla-ները մինչև 23 թիվ, որ մեջը NFC-ը մի առեք, Volkswagen մի առեք։ Առ այսօր մարդիկ դաունավարի, քյալավարի մեջ NFC են դնում։ Մի առեք դա, դի հրկիզվող է, հասկանում, բաժարանգում դուք մեջը վարվում եք, մահանում եք ավտոյի մեջ։ Մի առեք ձեր կյանքը վտանգող մարտկոցներ։ Առեք միայն LFP-ով, միայն, ոչ ասեք NFC-ին։ Ինչքան էլ գժական, թանկանոց չլինի։ Այսօր ինչ-որ ջղայնացած եմ, աչքիս։ Հետո անվտանգության բարձիկները 9 հատ են, էլի լավ ցուցանիշ է։ Դիմացի նստատեղները ունեն տաքացում, հովացում, մերսում, zero gravity, տոպից տոպ 10-ից 10, հետևիները տաքացում, հովացում, մերսում չունեն, էլի լավ ցուցանիշ է։ Դիսպլեյը 4K է կարծեմ, գժական, բավական լավ որակի։ Պանորաման դե չի բացվում։ Մի խոսքով իր հագեցվածությունը գին որակով կարծում եմ ինքը առաջատարնա տոպերում է, միանշանակորեն չէ, հեսա ընթացքում դուք կտեսնեք այս ավտոյի մինուսները գնա գալիս եմ ինչքան շատ է, ավատար ջան, ամոթ ձեզ։ Իմ սպասումները ճիշտ ասած ավելի էին այս ավտոյի համար, ես հիասթափված եմ, եթե անկեղծ, դրա համար ջղայնացած, որտեղ դե ես հիմա էսի նկարում եմ ընդհանուր ավտոյի obzor-ից հետո մոնտաժ պետք է անեմ, մի խոսքով արդեն գիտեմ այս մինուսները, հեսա կներկայացնեմ, մի խոսքով մինուսները շատ է ժողովուրդ։ Հիմա դուք նայեք ու ինքներդ որոշեք այս ավտոն կառնեք թե չէ, ես արդեն կմտածեմ, հələ այդ գնով այս ավտոն առնեմ թե չէ, ես հələ կմտածեմ, բայց դուք որոշեք։ Ազնիվ արդար անաչառ, միայն դառը ճշմարտություն իմ մոտ, ոչ մի գովք, ասում են ինչ որ կա, եթե վատ ասում բացահայտ վատ է։ Հիմա ավատար ջան, ստեղ լիքը դրվագներ կան, որ բացահայտ վատ է։ Այս հաղորդումը նայեք ու դզեք, որտեվ խայտարակություն է։ Ահա խնդրեմ գնացինք։ Ժողովուրդ ջան, այսօր ներկայացնում եմ ձեզ իմ ներկրած այս գժական ավատար 07-ը։ Սա մաքուր էլեկտրականի Max Plus կոմպլեկտացիան է, բավական հագեցած, պնևմոկախոցով, վակուումային դռներով։ Մի խոսքով գժական է։ Այսօրվա գինը մաքսազերծումով ու պատվեր Չինաստանից այս կոմպլեկտացիան ժողովուրդ ջան $40000 է։ Elite կոմպլեկտացիան 37 է, իսկ ամենաֆուլ Forvidi Ultra-ն 45 է։ Ուրեմն այսօր մենք մանրամասն պլյուսերով, մինուսներով կներկայացնեմ ձեզ այս գժական ավատար 07-ը։ Իդեպ գործարարից անտիխրոմ ունենք։ Շատ եմ սիրում այս մեքենան, միանշանակորեն գին որակով ինքը առաջատարն է, հաղթում է այս գնային սեգմենտում բոլորին ու հաստատ հաղթում է Լիսյանին, իր հիբրիդը ամենաֆուլ Forvidi Ultra-ն միանշանակորեն Լիսյանին հաղթում է, ծբխում է պատերը, պետք է հաստատ, որովհետև էժան է։ Լիսյանը աստղաբաշխական թվեր արժի, իսկ այս ավտոն հասանելի գներ է, լրիվ հասանելի։ Ու իր հիբրիդայինի Elite կոմպլեկտացիան սկսում է ընդամենը $35000-ից հիմիկվա մաքսազերծող գներով եմ ասում ձեզ։ Ընդամենը 35-ով ունենում է գժական Լիսյանին ոչի բան չզիջող crossover։ Ժողովուրդ ջան, ցինկապատման տեստ անենք ու հիմա աչք մտնող մինուս եմ հայտնաբերել, ճիշտ ասած, հեսա կիսվեմ ձեզ հետ։ Ուրեմն բավական լավ ցուցանիշ է, 178 միկրոն է, 150 միկրոն, վատ չի, 141, 153,
181 բավական լավ ցուցանիշ է, մի խոսքով լաքապաց շերտը միջինից բարձր։ Divide-ից բարձր, բայց Nevo A06-ից իհարկե ցածր, դե առաջատարը Nevo A06-ն է հարցում, բայց ժողովուրդ ջան, ուրեմն աչք մտնող մինուս, աչք մտնող ավատար ջան, դուք լավ չեք, ասենք դուք հիվանդ եք, ժողովուրդ ջան, մի հատ նայեք, մեզ բագաժնիկը вообще պլաստմասա։ Ընդհանրապես սա full բագաժնիկը պլաստմասա։ Ոնց կարա sense բաներ լինի, արա դա պես լյուքսային ավտո է։ Սիլային 06-ին ենք քնովում, ասում ենք հետևի բագաժնիկը պլաստմասա, էնի բյուջետային ավտո է։ Այս ավտոն է լյուքսային է, բայց պլաստմասա, ժողովուրդ ջան։ Այս սաղ պլաստմասա, այս շթով, դա չի շիթն է, լավ, էսի ներելի է։ Հա, օքեյ, դա։ Էսի շիթն է։ Էսի հետևի հատվածը, մի խոսքով այս ամբողջությամբ, այս full սաղ պլաստմասա, ժողովուրդ ջան։ Ասենք ավատար ջան, դուք լավ չեք, էս ինչ որոշում է։ Ո՞վ է էսի որոշումը, այդ գործից հանեք։ Ո՞վ է ասել, որ պետք է ավտոյի բագաժնիկը լինի պլաստմաս։ Ասենք գիժե գնացեք գժանոց։ Մազդային ենք քնովում, որ հետևի կրոնները պլաստմաս է, ձեր մոտ հետևի բագաժնիկն է full պլաստմաս։ Ասենք չեղավ։ Էսի չեղավ, աչք մտնող մինուս։ Աչք մտնող, այս մենակ սրա համար ես ավտոն հնդը կմտածեմ, առամ թե չէ։ Լավ չեք դուք։ Անվա հեծերը։ Նու բավական գեղեցիկ են, R20 կախոցը մեր մոտ պնևմո կախոցա բարձրացող իջնող դե բռնակները հələ որ սենց անկապավարի են, մարդավարի չեն ուրեմն այս Max Plus կոմպլեկտացիան իզարմանս ինձ ահա խնդրեմ ունի վակուումային դռներ ժող ջան որտեվ հիբրիդի Max Plus-ը սենց բան չուներ Իրանց մոտ տարբերություն կա EV ու հիբրիդ, EV-ն ավելի բարձր կլասը, համ ունի վակուումային դռներ, սենց բան ասում եմ ձեզ, հիբրիդը չուներ, համ ունի տանիրովկա, սենց բան հիբրիդը չուներ, հիբրիդի Max Plus-ը ես բերել եմ, սենց բան չուներ, ու պլյուս դիմացնել տանիրովկա ունի, ինչը մի ուրիշ տիպի ինձ զարմացրեց, ուրախացրեց, էսի մեծ պլյուս, չնայած չգիտեմ, էսի մեր մոտ կարծում չի թույլատրվում, չէ՞, սենց սև գույն բան չի երևում, ասենք, բավական մուքա գործարանից, էսի կարա խնդիր դառնա, համենայն դեպս սենց բան հիբրիդի Max Plus-ը չունի, ինչը մեծ պլյուս եմ համարում, ու այս անտիխրոմն էլ, ինչքան ես հիշում եմ, հիբրիդի Max Plus կոմպլեկտացիան չունի, գործարանից անտիխրոմ արած, խնդրեմ, ու իրանց գեղեցիկ լոգոն է, լուսավորվող, հետևից ունենք երկու հատ կամերա, առհասարակ հետևից տեսքը էլի բավական գեղեցիկ է, բայց դիմացից շատ ավելի գեղեցիկ է կարծում եմ, Նու կողքից էլ է ինքը բավական գեղեցիկ, մի խոսքով ինքը բոլոր կողմերից գեղեցիկ է, բայց դիմացից իմ կարծիքով առհասարակ մրցակից չունի, այս դիզայնը տարբերվող, աչք ընկնող, ոչ մի բանի հետ չէ շփոթի, իրոք առանձնացող շատ յուրահատուկ, ինքնատիպ, շատ գեղեցիկ լուսարձակներ են, ոճային, մի խոսքով 2035 թիվն է ավատարի մոտ այս առումով, թե ինտերիեր, թե էքստերիեր, իրոք տոպից տոպ է, Ստեղ ոչ մի պրետենզիա 10-ից 10, դիզայնը 10-ից 10, հետևի բագաժնիկն է, որ 0 բալ, ամոթ ձեզ, ամոթ, պրոստը ամոթ, խայտարակություն է, խայտարակություն ավատարին։ Ժողովուրդ ջան, ուրեմն բեռնախցիկը բավական տարողունակ է, բավական։ Սիլային 06-ին ոչ բան չզիջող, մի էլի մի 650 լիտր մոտարապես, ստե մեր համար ավատարը ինչ-որ սենց բարձր է դրական, էսի չգիտեմ ինչ նվեր է, ու ինչպես տեսնում եք իր դիսկավորիչը, հա, նախ իր բանալին։ Նու գեղեցիկ է, բայց ընդհանրապես ֆունկցիոնալ չէ, մենակ էս մի կնոպկան է ու վերջ, էսի մինուս, հարգաժան ավատար։ Ասենք, լավ չեք դուք։ Համենայն դեպս դիսկավորիչը ժողովուրդ ջան, այս մեքենայի ամենամեծն է, BYD-ից մի 3 անգամ մեծ է։ Չգիտեմ, խի ասած մեծ երևի որակով լավն է, որտեղ BYD-ին հաստատ որակով լավը չի, հաստատ։ Վոլգանգ ջան, BYD դիսկավորիչը զիբիլ է։ 6 ամիս հետո փչանում է, դեպքերի 50%-ում։ Էսի հուսանք կծառայի ձեզ երկար տարիներ։ Ժողովուրդ ջան, ուրեմն բեռնախցիկը դիմացի տեսնենք ինչ ունենք, ուստեղ ունենք բավական նորմալ տարողության ֆրանկ, վատ չի, կարծում եմ մինչև 100 լիտր կլինի, բայց տենց եսիմիջ մեծ չի, ոնց որ Սիլային 06-ի մոտ, բայց էլի վատ չի, նորմալ ցուցանիշ, ամեն ինչ գեղեցիկ փակված է, պահված է, մենակ մեր ջրի եղնավոր երևում է, գազովի ուպորներ ունենք, մի խոսքով ստեղ ամեն ինչ նորմալ է, նորմալ ցուցանիշ 8-ից 10։ Հա, ու մեկ է մոռացա նշեմ հերթական մինուսներից, որ այս արկաները, այս մոլդինգները բոլորը լաքապատ են, մատվիչ են,
խազվող, լակապատ, պլաստիկն է, ինչը մինուսը, այսի խազվելը 1-ից 1, այսի պետք է փակվի 15 օր հետո խազմած, ինչ ասես էլի, ասենք ամենախոցելի հատվածները, ասենք լակապատ պլաստիկ, ասենք խի ասենց, լավ չի, ավատար ջան։ Ուրեմն պլյուսերից մենք ունենք ստեղ երկակի ապակի, ինչպես տեսնում եք, ու ձայնամեկուսացումը բավական լավն է այս ավտոյի մոտ։ Ու ռուսերեն ասած բեզրամեջնի դռներ, ինչը մինուսը, որտեվ վետրավիկ չես կարող ամրացնես, քիչ մարդիկ վարում են առանց վետրավիկ։ Ինչը մինուսը։ Հետևից բայց մի հատ է։ Հետևից մի հատ հաստ է, բայց դիմացից երկու հատ է։ Ու կողային հայլիները, ճիշտ ասած, լավ չի, ավատար ջան։ Հաստատ լավ չի, ընդհանրապես չի խոսում այս ավտոյի դիզայնի հետ, ինչ որ տապորական, լրիվ տապորական, ինչ որ ռոմբատիպ հաստ, ինչ որ 90-ականներից թևակողած ինչ որ հայլի է, էսի 0 բար եմ գնահատում, չգիտեմ, հեչ լավ չի, հեչ։ Նևո A06-ի մոտ 10 անգամ լավ է, 10 անգամ, էս ինչ ասենք էլի, էսով այս դիզայնը արել է, տապորական 90-ականից թևակողած հանեք գործից։ Էսի մինուս աչք մտնող, ընդհանրապես չի խոսում այս գժական ստիլնի ավտոյի հետ, ընդհանրապես epic fail։ Ուրեմն մեր սնուցման բնիկը, ժողովուրդ ջան, նախ ունենք ռեզին, փարկասը որ ունենք, ու սա համարվում ռասիստական մոտեցում, ավատար ջան, որտեվ եթե ստեղ ունենք Max Plus-ում, խի էլիտում չունենք։ Մի հատ նայեք ժողովուրդ ջան, վիդեոն, ահա խնդրեմ էլիտն է, ինչպես տեսնում եք, օվկիանոս, փրփուր, Մայսեյ, Պայսեյդոն, մի խոսքով, Vodny Mir։ Ասենք խի էլի, ասենք խի այս 2000 դրամանոց ռեզինը ստեղ կա, իսկ կլասով միացած էլիտի մոտ չկա, հարգարժան ավատար ջան, մի հատ հələ պատասխանեք։ Սա համարում եմ խայտարակություն։ Այս փրփուրը համարում եմ խայտարակություն լյուքսային ավտոյի մոտ։ Մա ջանդամ թե էլիտա, ինչ կապ ունի, ավատար է էլի, ավատար 07 ախպեր ջան։ Դժվար է էսի դնելը։ Լավ չեք դուք։ Ինչևէ, մեր դանդաղ ու արագ սնուցման բանիկներն է, այս արագը չեք կարա չարաշահեք, մաքսիմում 15 օրը մեկ արագ դնեք, եթե չեք ուզում բատարեյքի հերը հանցեք, այլ ոչ թե ամեն օր էլի։ Ամեն օր դնողը բատարեյքի դեգրադացիան 4 անգամ ավելացնում է։ Այսինքն 10 տարի հետո այդ բատարեյքի կեսը դուք չունեք, եթե ոչ 60%-ը։ Ընդհանրապես 10 տարի հետո դուք ամեն օր դնում եք արագ լիցքավորում, հարգարժան տաքսի վարողներ ջան։ Հասկացանք ձեր ավտոն չի էլի, բայց իմացեք, որ արագով դնելով ավտոյի հերը անցնում եք բատարեյքի 15 օրը մեկ, ոչ ավել։ Սա արդեն մարդավարի ձևերով լյուքսային ավտոյին հարիր կնոպկայով փակվում է, ձեռով չենք փակում։ Մի խոսքով այս լուծումը էլիտի մոտ շատ վատ է, Max Plus-ի մոտ օքեյ է։ Ինտերիերը ուրեմն ձեզ ցույց տամ ժողովուրդ ջան, այս առումով вообще ոչ մի պրետենզիա 10-ից 10։ Ուղղակի գժականա տոպա 2035 թիվն է, սենց ինտերիեր вообще ոչ մեկ չունի։ Այս առումով ավատարը բոլորին ոչնչացրել է։ Ուղղակի ոչնչացրել է, էսի մի հատ մեծ respect։ Իրոք դե տեսնում եք, ինքներդ եք տեսնում, բառն ավելորդ են, այս գնի համար ուղղակի տոպ է, ուղղակի տոպ է, սենց լուծում այս գնային սեգմենտում Xiaomi-ն ունի, բայց Xiaomi-ն շատ ավելի թանկ է, Huawei 7-ը։ Մի խոսքով ինչպես տեսնում եք, ժողովուրդ ջան, հարմարավետության որակի առումով էլ, ասենք էլի, որակը տեղն է 10-ից 10։ Բավական որակով BYD որակին ոչ մի բան չզիջող, այդ նույն որակն է, չեմ կարող ասեմ առավել է, այդ նույն որակն է, BYD որակն է, ամեն ինչ ինչին կպնում ես գերազանց է, որակը տեղն է, նու այս պահն է, ճիշտ ասած խնդրահարույց պլասմաս, բայց էսի վազդուխազաբորնիկն է, բայց դե կարային ավելի ինչ-որ չկլաս մատերիալ չներ, էսի մինուս է, հարգարժան ավատար ջան, այս մատերիալը ընդհանրապես չի խոսում այս լյուքսային մատերիալների հետ, այսի է մինուս ինտերիերում ժողովուրդ ջան, լավ անցնենք մինուսերը, ինչ-որ շատ գովացինք։ Էսի է մինուս, հարգարժան ավատար ջան, ասենք էսի 10 օր հետո, ասենք խազ, մատնահետք, ինչ ասես, փայլու լակապատ, ասենք անկապ մատերիալ է։ Լավ չէ, էսիով արեք ու գանեք։ Ոնց կարա ասենք ինտերիերը սենց անի գժական, ամեն ինչ սենց ինչին կպնես սենց 10-ից 10, վաու, նույնիսկ այս հատվածը, որ շատերի մոտ կաշվեպատ չի գոլի պլաստիկա, ձեր մոտ փագած է այս գնային սեգմենտում։ Հալալա։ Բայց էս ինչ ասենք էլի, նով խի է, էսի ասենք խազվող ճկլաս հոնչի վիճակ։ Ով է էսի արեք ու գանեք։ Ամոթ ձեզ։
Արդեն ջղայնացում եք, լուրջ եմ ասում։ Ուր լյուքսային նավթը նստում, ասենք ինչ-որ ճկլած որոշումներով, ասենք լավ էլի։ Էսի մեր անլար լիցքավորման տեղն է, հա, էսը մյուս մինուսը։ Սրանք չեն բարձրանում իշում հարգարժան ավատար ջան, ասենք $20 այդ ֆունկցիան արժի, էլի $20, ասենք $40,000 այս ավտոն խի սրանք չի հելնում իջնում մարդավարի լյուքսային ավտոյին հարիր։ Ով այս յարը տուգանեք, մինուս։ Մյուս մինուսներից ժողովուրդ ջան, ուրեմն այստեղ իրանց չգիտեմ ոնց են հարմարացրել, ձերը ձերուտեղ չկա։ Ստեղ անհարմար է շատ ներքև է, արմունգի մասին եմ, ես ասում վարելուց։ Ստեղ անհարմար է շատ ներքև է, ստեղ անհարմար է շատ վերև է։ Մի խոսքով դուք ձեր արմունգը դներտեղ չունեք։ Մոտարապես տպ դիներ, ստեղ ոչ մի բան չկա, իրանց բացվետք են ամբիենտ։ Դուր բացել են այս կոճակն է, կարծեմ ֆիզիկականը ստպ լինի, հա, հենա, ֆիզիկականը այնտեղ ներսը բաղկված է, այս որոշումը բայց էլի համարվում խնդրահարույց։ Կնոպկայով դուր բացելը կարծում ճիշտ չի։ Հաջորդ մինուսներից ժողովուրդ ջան, այս ճկլաս փախած ստանդարտ հոնչի վիճակն է, այս դիշմանսկի $5 պլաստմասի կտորով, ասենք ես ինչ է, լյուքսային ավտո է, ասենք 2040 թիվն է, բերանդ բաց է մնում, մեկ երեսի բացում ես, ասենք ինչ-որ փախած պլաստմաս, մի հատ հələ Nevo Azrovets-ի մոտ նայեք ոնց էր արած։ Դե մի հատ շատ գժական, ուղղակի գժական, քշերվա բանը կցույց տամ էլի։ Նա տեսեք հələ ինչ մեծ, սենց մեծ հայլի, вообще ոչ մեկ չունես գնի մեջ, էլ չասեմ ուժգնությունը ղեկավարվում է, լույսի գույնը ղեկավարվում է։ Մի խոսքով կանանց աղջիկների համար ուղղակի իդեալական որոշում տոպից տոպ։ Էլի դուք եք, էլի չհանգանն է, ոնց կարա բյուջետային $20,000 ավտոն լինի գժական, սենց մեծ, հայլի, ռեգուլյորովկա լինող, մի խոսքով տեսեք ոնց արած, ուստի ինչ-որ սենց փախած փուճուրիկ ինչ-որ սենց հայլի կա, փախած ճկլած մատերիալով, մինուս, էսի 0 բալ, ամոթ։ Հետո մինուսներից ուրեմն ժողովուրդ ջան, այս լույսերն է ինչ-որ, էլի ինչ-որ սենց փախած 90-ականներից ինչ-որ սենց փուճուրիկ լամպոչկա է, երբ որ օրինակ Zipal SL03-ի մոտ sense գժական մեծ լույսեր է, չգիտեմ, Nevo Azrovets-ի մոտ գժական լույսեր է, ստե ինչ որ հնություն է, անկեղծ։ Իսկ չգիտեմ, քիչերը նորմալ չէ լուսավորում։ Մյուս մինուսներից ինչ որ սա մինուս դուս եկավ։ Այս հայլին, էսի կամերա է, մենք չունենք հայլի, մարդավարի հայլի չունենք, ավատար ջան, ինչու։ Mazda-ն օրինակ այդ ռեժիմները ունի փոխելու, էլի, հայլի կամերա, էսի չունի, ժողովուրդ ջան։ Տուպը մենակ կամերա է, հայլի չունենք։ Հա հասկացանք ձեր հեստեվի տեսադաշտը տենց փուճուրիկ է։ Բայց մարդս ուզում ենք հայլի ունենանք, էլի, ասենք։ Ոսկե հետևի նստողներին նայենք պահի տակ։ Երեխա է նստած կամ չգիտեմ, մի խոսքով էլի հայլին պետք է, սա մինուս կրկին հերթական մինուս։ Ավատար ջան, հայլի էլ ավելացրեք, էլի։ Հետո պանորաման ժողովուրդ ջան, այստեղ տեղը լիքը տեղ ունեք, էլի ավատար ջան, մի հատ նայեք հələ։ Ստեյք արեք կնոպկան դնեիք, ստեյք արեք դնեիք։ Ասենք լիքը տեղ ունեք, ասենք։ Դիզայներները ասենք ինչ են ծախում։ Խի պանորամայի կնոպկան պլանշետում է։ Ասենք վարում ես ավտոն, ուզում ես պանորամ բացած փակես, պետք է մտնես պլանշետ, ժողովուրդ ջան։ Պետք է մտնես պլանշետ, quick controls։ Սենց մանգա դու պատկերացնում եք ավարիա ենք տալի արդեն ժամանակ։ Ավարիա տվեցինք։ Ու հələ ես չեմ գտնում այդ պանորաման ճիշտն ասած, հեսա հա shade։ Հա, հեսա։ Այո, ասենք դժվար է, ասենք էդի կնոպկով անել ֆիզիկական, էլի, ասենք։ Լավ չեք դուք, ասենք։ Տեղն է կա, կնոպկաները դրել եք։ Այս սոսը հանեիք ռադանեիք, պանորամա դնեիք։ Մարդավարի BYD-ին ոնց ունի, 60 հատ կնոպկա է այստեղ։ Այսի շատ եմ հավանում, Վոլգանգ ջան, համատած Yuan Plus-ի հետ, ասենք ունենք ֆիզիկական, գժական, ոչ թե սենսորային ժողովուրդ, այլ ֆիզիկական, գժական կոճակներ, մեր շտորկան կառավարող, մեր լուկը բացող, ինչպես տեսնում եք, ստեղ ունենք բացվող պանորամա, ինչը գժական է։ Zipal Toyota առասարակ զուրկ են բացվելուց, ինչը մի հատ մեծ պլյուս է BYD-ի համար, ալալա, ապրեք։ Լուկ բացել, պանորամա բացել, ֆորտեջկա բացել, 60 հատ կնոպկա BYD-ն ունի, խի դուք չունեք, մինուս։ Ուրեմն zero gravity նստատեղերը երկուսն էլ ունեն, ու ես սխալվել էի, ինձ կներեք, ինձ թվում էր կնոպկան չունի zero gravity դիք ստանալու համար, բայց պարզվում է ունի, ուղղակի մի քիչ թաքնված է, ասենց ամենա կողքն է, առհասարակ ինքս լիքը ֆունկցիաներ ունի, ու մեր նստատեղերը ձեզ ցույց տամ կողքից ժողովուրդ ջան, zero gravity ատամանքա, այստեղ ամեն ինչ լավ է,
10-ից 10, բոլոր կնոպկաները կան, մերձումը կա, zero gravity կնոպկան կա, որը դիրքը ընդունի թե վարորդը, թե վարորդի կողքը երկուսներ ունեն։ Ձիպալի պես վճարովի չի, նու այսինքն էս ավտոման այնքան փող եք տվել, որ ամոթ կներ չլներ։ Մի խոսքով ստեղ ամեն ինչ նորմալ է, որակը տեղն է, ստեղ ամեն ինչ լավ է, ստեղ իրանց լոգոն է, հələ դեռ պլյոնկած։ Այս հատվածները ամեն ինչ լավ են, ու ստեղ էլ էլի մեծ պլյուսա, որ սա փակած է։ Կաշվե պատա ու գոլի պլաստիկ չի, էսի մեծ պլյուս, էսի ապրեք։ Ֆիզիկական կոճակները նու կան, բայց քչոտ են, ապակիները ռեգուլյորովկա անելը էլի պլանշետով է, այս կողային հայլիները, էլի պլանշետով արվում այս ռոլիկներով։ Նու ղեկը բավական լավն է, բավական շատ հարմար, իրոք հարմար է, այս ղեկից հետո կլոր ղեկ չես կարող քշես, եթե անկեղծ մի անգամ սրան սովորում ես ու չես ուզում կլոր վերցնես ձեռքիդ մեջ, այս որոշումը շատ լավն է։ Իրոք հարմար է, իրոք էսի հալալա 10-ից 10։ Այստեղ մենք ունենք բավական խորը ու արդեն լյուքսային ավտոներին հարիր զամշապատ, բայց ոչ այդքան խորը ճիշտ ասած, միջին խորության, հա, այդպես եսի միջ խորը չի, նորմալ լավ, միջին։ Պահոց, այստեղ ունենք էլի պահոց, մեր USB Type-C ամեն ինչ ընդեղ կա։ Ունենք փարկացու բարդաչոք, նորմալ մեծ ու էլի զամշապատ, ստեղ ամեն ինչ լավ է։ Այս մատերիալը ճիշտ ասած վատը չի, բայց հաստատ չեմ կարող ասեմ, որ գերազանց է, չէ։ Հա, soft touch է, բայց որակով զիջում է իմ կարծիքով։ BYD Siline 07-ին էս առումով էս մատերիալը, եթե անկեղծ։ Ու առաստաղին է լավն է։ Դինամիկները այս Max Plus կոմպլեկտացիայում 24 հատ են ժողովուրդ ջան, ոչ թե 16, Elite-ում է 16, հնչողությունը կարծում եմ 10-ից 10 է լինելու, էլի ոչ մի պրետենզիա։ Այս դիմացի դիսպլեյն է շատ լավ գաղափար, հենց ձեր աչքի դեմը, ինչ ասես ունեք, ի տարբերություն Ձիպալի, որ մի հատ պրոյեկցիա է ճպցրած, որ նորմալ ոչ էլ երևում է, ոչ էլ եթե խոտի վրա է, կամ եթե երևում էլ է մարդիկ անջատում են պայտակ, որտեղ ներվայնացնող, մի խոսքով կամ վառ դիսպլեյ դրեք հարգարժաններս, կամ sense գժական, sense որոշում տվեք, էլի։ Թե չէ Ձիպալես 7, Ձիպալես 5, լիքը մարդ չի առնում այդ վառ դիսպլեյի բացակայության պատճառով, ու ես ինձ հասկանում, ես այդ ավտոն չէի կարող քշել միայն պրոյեկցիայով։ Ասենք, չգիտեմ, լիքը ինֆորմացիա կա այստեղ, որը որ պրոյեկցիայի վրա չկա։ Մի խոսքով ինտերիերը սա է, ժողովուրդ ջան, պանորաման էլի բավական մեծ է, բայց wow էֆեկտ չկա, Toyota BZ3X-ը այդ առումով մեկ առաջատարն է։ Հա, պանորաման է շատ մեծ, շատ լավ է։ Իր մրցակիցներից երևի ամենալավն է, թե Ձիպալից, թե Geely-ից, թե BYD-ից մեծությամբ։ Իր պանորաման չգիտեմ ոնց են արել, որ ոնց որ, չգիտեմ, մի խոսքով wow էֆեկտը ընդ է, այստեղ նորմալ պանորամա է, բայց wow էֆեկտ չկա։ Մի խոսքով սան ժողովուրդ ջան, հիմա կանցնենք արդեն հետևի նստատեղեր, ոնց որ դիմացից վերջացրեցինք։ Կան մեծ պլյուսներ ու կան մեծ աչք մտնող մինուսներ։ Հուսանք սրանք rest հայլում կդզեք։ Գոնե պանորամային կնոպկա էլի, ասենք գոնե։ Ժողովուրդ ջան, հետևի նստատեղերն է, իր պլյուսերով ու մինուսներով հետո ներկայացնեմ։ Ուրեմն տեղի առումով, նորմալ ցուցանիշ է, լեն ու բոլ տենց ֆուտբոլ դաշտ չի, բայց նեղվածքել չի։ Այլի հանգիստ նստում ես, ամեն ինչ լավ է։ Ստեղ ունենք պլանշետի համար նախատեսված տեղեր, էսի պլյուս, կարմանչիկ ունենք, համեստի մեջ մի հատ վատ չի, այս բավական լավ է դիզայն արված, պատգալովինքների, ուրեմն մատերիալների որակի առումով ամեն ինչ գերազանց է, նույնիսկ այս հատվածը կաշվե պատ է, մենակ այս պուջուրիկ հատվածն է, այս պուջուրիկ հատվածն է մենակ գոլի պլաստիկ, մնացած առումները սաղ փագած է, էսի գոլի պլաստիկ չի, բայց ինչ-որ զամշապատ չորոտ մատերիալ է, համենայն դեպս մատերիալները 10-ից 9 լավ, 10-ից 10 եթե չէ, 10-ից 9, վատ չի, այստեղ ավարիոնի դուր բացելն է, եթե կնոպկայով խնդիր լինի, ու կարա խնդիր լինի 1x1, նստատեղերը հետևի ժողովուրդ ջան, էլի բավական լավն են, բավական որակով են, տեղի առումով ճիշտ ասած այստեղ 4 հոգի դժվար նստի, էսի նախատեսված է մաքսիմում 3 հոգու համար, բայց լենու բոլ չի սրա ոնց որ օրինակ Toyota BZ3X,
Ուրեմն մեր պատլակոտնիկը բավական այս ելի 10-ից 10 շատ եմ հավանում մարդավարի ձևերով լեն ու բոլ մեծ այնց ինչ որ sense կրճիկ չէ էլի որ sense դաստակը տնգնի ծալվի անհարմար ինչ որ դիրքով ամբողջությամբ ձեռը դնում ես լիքը տեղ մնում կողին նստատեղի համար մի խոսքով բոլոր ռիգուրովկաները կան ստեղ մեր տակացում հովացում էս մեքենան հետևին նստատեղի համար կրկին ունի քանի որ max plus կոմպլեկտացիան է բայց մերսում մենակ դիմացի երկուսը ունեն մի խոսքով նու հաստեղելի ամեն ինչ լավ է, լակապատ չի, այլ մատովի է։ Եթե սա մատովի է, հարգարժան ավատար ջան, ասենք խի է, էլի այն հատվածները լակապատ գոլի պլաստիկ խազվող։ Նա դες հարցին կոմենտներում պատասխանեք։ Ասենք խի, այս նույն մատերիալը, ախպեր ջան, այս գժական, այս գժական։ Որ ոչ մատնահետ, ոչ խազ, ոչ մի բան, ասենք մի 10 տարի կանցնի, sense է կմնա։ Այնի 10 օր անց արդեն խազվելու, մատնահետ հավաքելու, ավիրվելու, էդի պրոմկայով փակեք ժողովուրդ ջան։ Այդ հատվածը պետք է փակեք, եթե ասենք խայտարակություն է։ 10 օր հետո դառնալու է ասենց ցեխ։ Ինչ որ շատ փնովեցինք այս ավտոն։ Հա, չէ, հələ ուրեմն մինուսներից ժողովուրդ ջան, հա։ Հետո չենք փնով, հələ փնովը նոր ասկսում։ Հարգարժան ավատար ջան, այս հաղորդումը մատ նայեք ուրեմն, էլի։ Մատ նայեք։ Ասենք, այս ի՞նչ է։ Էսով է նախագծը։ Այս դուր բացելը ժողովուրդ ջան, ահա որ անհարմար է։ Ահա որ դասակը դրի ջարդես, որ այս բռնես ես, պահա դուրը բացես ու առհասարակ անհարմար է, ահա որ ամենաանհարմար դուր բացելու մեխանիզմն է ավտոների մեջ։ Ասենք մարդավարի ձևերով հա գեղեցիկ է, բայց ահա որ անհարմար է։ Ահա որ։ Այսի չգիտես որտեղից բռնես, ոնց բռնես։ Ասենք էս ինչ է, էլի դասակը ջարդվում է, մի խոսքով էսի 0 բալ, ով այսի նախագծը տուգանեք, հանեք գործից։ Հետո ինչ եք դուք ծխել հարգարժան ինտերիեր դիզայներներ ջան։ Ասենք այս ոզդոխազաբորնիկները նախագծելուց առաջ։ Ասենք կանացի կուրս քիշացնող լուրջ եմ ասում, էլի։ Պատուկներով, ասենք էս ինչ է։ Դուք ինչ նկատի ունեք սա ավելով։ Մի հատ խնդրում եմ մեզի ասեք մենք է իմանանք, էլի։ Լուրջ եմ ասում, ասենք չգիտեմ, կարող է ես եմ շատ կապնում, բայց հաստատ հիշացնում է կանացի կուրս։ Ստեղ ինչ որ նիշան ունենք, չգիտեմ ինչի համար է ճիշտ ասած, խալազինիկ չունենք, երևի խալազինիկ ուլտրան ունի, կամ կարծեմ ուլտրանը չունի։ Մի խոսքով լույսը սենսորային ոնց որ շատ ավելի լավն է, քան թե դիմացի հայլուտակ որ կար։ Բռնակ ունենք, հա լավագույնը իզոֆիքս ունենք, խարսի դնելու համար։ Քարկասը գոնե էտը զավիզլի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, եթե անկեղծ ես կարծում եմ այս ավտոն շատ ավելի լավն է, բայց ոնց որ թե բոմբ չի, ոնց որ ես պատկերացնում էի։ Ինչ որ մինուսները շատ են։ Մեր մեջ ասած, չգիտեմ։ Դուք որոշեք, այլի վատ չի, բայց ես իմ սպասումները ճիշտ ավելի բարձր էր։ Այս ինտերիերի առումով։ Չգիտեմ, կարող է շատ եմ կպնում։ Предвзятые отношения ռուսերեն ասած, բայց կարծում եմ, որ պետք է ավելի գոնե սպինկանները պետք է պարկեն, էլի։ Գոնե էսի պետք է պարկել, ասենք, այս գնի մեջ, $40,000 մեջ։ Մի խոսքով ժողովուրդ ջան, էսա որ էրոտիկ նշույներով, չգիտեմ։ Էսի լավ չի կարծում եմ, այս դիզայնը չի խոսում։ Ընդհանրապես չի բռնում, էլի, չգիտեմ։ Էսի լավ չի։ Ինչ եք սխալ էսի անելուց առաջ։ Այսօր այսքանն է ժողովուրդ ջան, խնդրեմ անպայման բաժանորդագրվեք, ձեր ակտիվությունը ինչ որ լավ ընկել է։ Առհասարակ այս YouTube-ի ժողովուրդը շատ пассив է ժողովուրդ ջան։ TikTok-ում ասենք վիդեո ես գցում, 50,000 դիտում, 100,000 դիտում, 1 միլիոն դիտում։ Այստեղ հոլովեք ես գցում 1000 դիտում, 3000 դիտում, 3000 դիտում մաքսիմում։ Խնդրում եմ ձեզ իմ աշխատանքը գնահատեք, ես թիմ չունեմ, այս ամեն ինչը մենակ եմ անում, խնդրում եմ գոնե բաժանորդագրվեք, էլի, փող չեմ ուզում, գոնե բաժանորդագրվեք, այս հոլովակները նայում եք։ TikTok-ում ասենք 4500, 4400 հետևորդ ունեմ, բայց դիտումների քանակը ասենք 100-ապատիկ շատ է։ Գոնե նայելուց բաժանորդագրվեք, էլի ժողովուրդ ջան, շատ բան չեմ ուզում։ Մի խոսքով այսօրվա այս ավտոյի ռևյուն էս էր։ Ճիշտ ասած մի քիչ կորս ու կոպիտ է ստացվել, ավել պակասի համար կներեք, բայց դա իմ մոտ գիտեք։ Միայն մեր փաստեր, դառը ճշմարտություն, правда в лоб։ Չեք ուզում եք վարդագույն ակնոցներով այս կյանքը վայելեք ու քաղցասուտ լսեք, ախպեր ջան, հեռացեք իմ ալիքից, գնացեք, աչք ու ձախ, հեռացեք։ Ես ձեր հավեսը չունեմ։ Այս ալիքը adekvat մարդկանց համար է, ովքեր ուզում են իմանան ճշմարտությունը, այլ ոչ թե միայն գովք, սուտ,
Այն որ գնում ես մի հատ սրա, այն ստել են ասում այդ ավտոյի մասին, քիչ համոնում ասես տղա ջան դու լավ չես, այդ ավտոն բա մինուսները չես ուզում մարդկանց ներկայացնես։ Մենակ պլյուսերով ներկայացնելով չի, դուք մարդկանց խափում եք։ Մենակ պլյուսերը ասելով։ Ինչևէ, անպայման նորից ու նորից դիտում եք էսի մարած հոլովակները, այս խափեբա կրիմինալ կերպաների մասին, որոնք որ Յանի Չհանգանի պաշտոնական ներկայացուցիչն են, ամոթ ձեզ, պրոստը ամոթ։ Հայազգին էշի տեղ եք դնում։ Ինչի համար դուք դատարանում պատասխան եք տալու։ ABC Motors-ը ոնց արդեն ասացի, ձեզ դատի ա տվել։ Արդեն խոսացել եմ դրա մասին, չկրկնվեմ։ Մի խոսքով բաժանորդագրվեք, այս ավտոն պատվիրեք, վատ ցուցանիշ չի, գերազանց չի, բայց վատը չի։ Չնայած կարծում եմ հին որակով հիմա որ անալիզ եմ անում, կարծում եմ առաջատարը չի։ Կարծում եմ թանգա Max Plus կոմպլեկտացիայի համար $40,000 արդեն Max զարթումով թանգա, չնայած բոլոր ավտոների գնն է բարձրացել, բայց օրինակ եթե վերցնենք հիմա այսօրվա օրով Max զարթումով այս Zipal S05-ը իմ մոտ արժի 23520 Max կոմպլեկտացիան, էլի գժական էլեկտրոմոբիլ է, հա, ասեն շքեղ չի, պնևմոկախոս չունի, հա, վակուումային դռներ չունի, բայց լավ էլեկտրոմոբիլ է, լավ հզոր։ Ու արժի 22 իսկ այս ավտոն արժի 40 ժողջան։ Հիմա արդեն դուք որոշեք այս կոմֆորտի, այս տեսքի, այս ստիլի համար ու այս մինուսների համար, որ դες ներկայացրեցի։ Արժի արդյոք 40,000 թե չէ, դա արդեն որոշեք ինքներդ հարուստ մարդիկ կտան, միջին կլասը արդեն կմտածի լիքը, որտեղ այս ավտոյի տերն է միջին կլասի ներկայացուցիչ, ինքը հարուստ մարդ չի ու եթե կվոտա չներ, հաստատ ինքը այս 40-ով չէր առնի, ես կարծում եմ։ Մի խոսքով այսքանն էր։ Բաժանորդագրվեք, եղեք տեղեկացված, մի թողեք որ ձեզ խափեն, մի թողեք որ ձեզ դնեն էշի տեղ։ Շնորհակալություն, ծունի յոկը խաղուիքը։ Կհանդիպենք։